ծնտրողին հարցնում է ուր է քո ընտանիքը։ Տիկին Սաֆարյան, այստեղ բարձր դատանի մի տեղեկատվություն պետք է տրամադրեմ, նախ կենտրոնական դրական հանձնաժողովի կողմից արձանագրված փաստ կա, մեզ տրամադրվել էին վստահված անձանց բեյջեր, հավաստագրեր, վկայագրեր, ընտրության նախորդիվ ժամանակահատվածում բաշխել էինք ըստ վստահված անձանց ըստ մարզերի, պարզվել էր, որ վկայականների մեջ տրամադրվել են այլ քաղաքական ուժի անվանմամբ վկայականներ, մենք լուրջ տեխնիկական խնդիր ենք ունեցել վերջին օրով ընտրության նախօրեին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ պաշտոնապես ու շատ օպերատիվ կերպով համագործակցելով նոր խմբականակ Ներողություն եմ խնդրում, բայց ինչքան է իմ հիմա կարելի է կամ պատասխան Տիկին Սաֆարյան, հիմա ես հիմնավոր կասկած կարող եմ ունենալ, որ այլ քաղաքական ուժի վկայագրի տրցակի մեջ եղել է մեր քաղաքական ուժի վկայագիր, սա մեկ, սա հիմնավոր կասկած է եւ ես ճիշտն ասած ողջ օրը լարված սպասում էի, նախապես չեմ հրապարակել այս տեղեկատվությունը, որովհետեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով այս հարցը լուծել ենք եւ չի հրապարակել Միացած։ Չի հրապարակել, որովհետեւ օրվա ընթացքում նման ահազանգեր չունեցանք, բայց հիմնավոր կասկած կարող ենք ունենալ, որ մեր վկայագրով այլ անձ է հանդես եկել, սա առաջինը, պետք է նախ պարզենք, հասկանանք արդյոք այդ անձը, եթե նման տեղեկատվություն ունեք, հետքերով գնանք, եղել է հաստատ մեր քաղաքական ուժի կողմից լիազորված վստահված անձ, երկրորդ, ես նման բազմաթիվ օրինակներ օրվա վերջում կրիչով ձեզ կներկայացնեմ, ինչպես քաղաքացիական պայմանագրի կողմից, թե հանձնաժողովի անդամներ, թե վստահված անձին ուղղորդում են ու քաղաքացիական պայմանագրին նմանատիպ փաստերի հետ կապված հարցադրումներ ունեմ։ Ես առայժմ ձեզ վերաբերող մասն կապված Տիկին Սաֆարյան կխնդրեմ տվյալները տվյալ անձի, որպեսզի մենք բազայում պարզենք արդյոք տվյալ վստահված անձը եղել է իրապես մեր կողմից լիազորված վստահված անձ, շնորհակալություն։ Դուք պնդում եք, որ ընտրական գործընթացների ընթացքում հրապարակված գաղտնալսումները բացաբար են ազդել ընտրողների կամահայտնության վրա եւ հետեւաբար ընտրությունների արդյունքների վրա։ Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե այդ ընտրություններից առաջ, շատ ավելի առաջ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին եւ չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա եւ ինչու այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից։ Բարձր դատարան մեծարգո նախագահող խնդրում եմ այսուհետ եւ մի անգամ եմ խնդրում երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի, քաղաքական ուժից երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո, հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում նաեւ բացակայող երկու դատավորներից որևէ մեկին քննարկեն Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո